Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ ԵՀԿ գործող նախագահի այցը Վրաստան հաստատում է մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ անսասան աջակցությունը եւ ընդգծում է Վրաստանի օկուպացիայի կարեւորությունը ԵՀԿ օրակարգի համար, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին, ԵՀԿ գործող նախագահ եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսում։ Բոջորիշվիլի խոսքով ԵՀԿ շրջանակներում համագործակցությունը հատուկ նշանակություն ունի Վրաստանի համար։ Ներկայիս բարդ աշխարհաքաղաքական համատեքստում ԵՀԿ շրջանակներում համագործակցությունը հատուկ նշանակություն ունի Վրաստանի համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Ֆինլանդիայի ԵՀԿ նախագահության շրջանակներում Վրաստան այցելելու համար։ Վաղը դուք կայցելեք օկուպացիոն գիծ եւ ինքներդ կտեսնեք, թե որքան տեսանելի եւ որքան մոտ են այսօրվա հանդիպման ժամանակ քննարկված սպառնալիքները, որոնք Վրաստանի կառավարությունը մշտապես բարձրացնում է միջազգային կազմակերպություններում։ Վրաստանի արտգործնախարարի խոսքով հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Բոջորիշվիլին նշել է, որ Վրաստանը միշտ եղել է եւ մնում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պաշտպան եւ նպաստող։ ԵՀԿ գործող նախագահն էլ նշել է, թե Ֆինլանդիան ուրախ կլինի, որ Վրաստանը Եվրամիությունում լինի։ Վալտոնենն ասել է, որ Եվրամիությանը ինտեգրվելու բոլոր քայլերը ծառայում են երկրի բնակչության շահերին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չհարկել է ԵՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ հանդիպումը։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդման պատճառը Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված անօրինական հանրահավաքին նրա մասնակցությունն է եւ արված հայտարարությունները։ Հաղորդվում է, որ Վալտոնենը 3 ժամանել է Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ տեղի էր ունենում բողոքի ակցիա եւ սոցիալական ցանցերում հրապարակել է հանրահավաքից տեսանյութ։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է ԵՀԿ գործող նախագահի հրապարակած տեսանյութին։ Պարզապես իմացեք, փողոցը, որտեղ կանգնած էր ԵՀԿ գործող նախագահը, մայրաքաղաքի գլխավոր մայրուղին է։ Այն, ինչ դուք տեսնում եք, մի քանի տասնյակ արմատականների մասնակցությամբ տեսարան է, որոնք մի քանի օր առաջ ներխուժել էին նախագահական պալատ եւ վիրավորել 25 ոստիկանի, որոնցից 2-ը ծանր վիճակում են, եւ այժմ նրանք անօրինական կերպով փակում են ճանապարհը, նշել է նա։ Պապուաշվիլի խոսքով Վրաստանի օրենսդրությունը, ինչպես ցանկացած ԵՀԿ անդամ պետության օրենսդրություն, երաշխավորում է հավաքների ազատությունն ամենուր, սակայն ճանապարհը փակելը թույլատրելի է միայն այն դեպքերում, երբ մարդկանց թիվն այնքան մեծ է, որ նրանք չեն կարող տեղավորվել մայթեզրին։ Ֆինլանդիայի նախարարը գուցե չգիտի սա, բայց նա չի կարող նշել որևէ օրինակ վերջին 13 տարվա ընթացքում, երբ այս իրավունքը խախտվել է վրացական պետության կողմից։ Այն, ինչ անում է ԵՀԿ նախագահը, վրացական օրենսդրության խախտում է։ Այդպիսով նա ցույց է տալիս վրացական հանրությանը, որ աջակցում է բռնի հեղաշրջման կազմակերպիչներին եւ որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը իրականում պարզապես դատարկ արտահայտություն է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի, այսպես կոչված շարունակական օկուպացիա գործով կայացրել է վճիռ փոխհատուցման հարցով եւ պարտավորեցրել ռուսական կողմին վճարել ավելի քան 253 միլիոն եվրոյի փոխհատուցում։ Դատարանն ամբողջովին ընդունել է Վրաստանի կառավարության կողմից ներկայացված համալիր իրավական դիրքորոշումն ու ապացույցները եւ արդյունքում Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրել է փոխհատուցում վճարել Ռուսաստանի ավելի քան 29000 տուժած քաղաքացու։ Գործը վերաբերում է մարդու իրավունքների այն խախտումներին, որոնք առաջացել են երկու պետությունների միջև 2008 թվականին տեղի ունեցած պատերազմից հետո սահմանային գծերի խստացման հետևանքով։ Զինված հակամարտության հետևանքով խոչընդոտվել է մարդկանց ազատ տեղաշարժը Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքի եւ Ռուսաստանի կողմից աջակցվող վրացական անջատողական տարածաշրջանների, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջև վարչական սահմաններով, նշված է վճռում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին է անդրադարձել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին։ Նա ասել է, որ նման հաղթանակները կարևոր են Վրաստանի վերջնական նպատակին խաղաղ ճանապարհով հասնելու համար։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ կատարել մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի եւ Համասի միջև կնքված համաձայնագիրը թույլ է տալիս ամեն օր 600 բեռնատար մարդասիրական օգնություն հասցնել Գազա։ Գազան վերածվել է ավերակների հսկայական կույտի։ Հիմա Գազայի բնակիչները վերադառնում են այն վայրերը, որտեղից բռնի տեղահանվել էին, բայց այնտեղ չկան ոչ տներ, ոչ հիվանդանոցներ, ոչ դպրոցներ։ Գրեթե ոչ մի ամբողջական շենք չի մնացել։ Թուրքիան այն երկրներից է, որն ամենաշատ մարդասիրական օգնությունն է ուղարկել Գազա՝ 102,000 տոննա։ Վերջին մի քանի օրերին Գազա է հասել մեր ուղարկած 350 բեռնատար օգնությունը։
Էրդողանը կարևորել է նաև, որ աշխատանքներ սկսվեն արաբական եւ իսլամական երկրների կողմից մշակված վերականգնման ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ։ Դրանց արագ իրականացման համար անհրաժեշտ է զգալի ֆինանսական աջակցություն։ Ես վստահ եմ, որ այն կտրամադրվի։ Այս փուլում օգտակար կլիներ ակտիվացնել ջանքերը երկու ինքնիշխան պետությունների ստեղծման մասին որոշման հասնելու համար։ Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ արևմտյան երկրները, մասնավորապես Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, ցանկանում են, որ Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ իրենց որոշումները լինեն ոչ միայն որոշումներ, այլև երկու պետության սկզբունքով հակամարտության լուծմանը տանող ամբողջ գործընթացի հիմնաքարերը։ Հակառակ դեպքում ձեռնարկված ցանկացած քայլ կմնա անավարտ եւ չի հասնի իրենց նպատակներին։ Ես սա քննարկել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերի հետ։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ պաղեստինյան հարցը դարձել է համաշխարհային մտահոգության առարկա։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին իր երեխաների եւ Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիպ Էրդողանի հետ ներկա է գտնվել Վրաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին։ Երկու առաջնորդները նաեւ անձնական հանդիպում են ունեցել եւ քննարկել ընթացիկ իրադարձություններն ու երկկողմ հարաբերությունները։ Իզմիթում կայացած աշխարհի առաջնության ընտրական խաղում Վրաստանը 4-1 հաշվով պարտվել է Թուրքիային։ Խաղին ներկա են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության падգամավորներ Լևան Մախաշվիլին եւ Նիկոլոս Սամխարաձեն։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ եվրոպական եռյակի Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի Իրանի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու իրենց վճռականության մասին հայտարարությունն անկեղծ չէ։ Եվրոպական եռյակը, որ օգոստոսին վերականգնել էր Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները, օրերս պատրաստակամություն էր հայտնել վերսկսել բանակցությունները Իրանի եւ Միացյալ Նահանգների հետ համապարփակ, կայուն եւ ստուգելի համաձայնագրի շուրջ, որը կապահովի, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։ Բաղայեի խոսքով եվրոպական եռյակի հայտարարությունը ներառում է կարծրատիպային առաջարկ։ Իրանի արտգործնախարարության խոսնակը միաժամանակ շեշտել է, որ առաջիկա օրերին Թեհրանը միջուկային հարցի վերաբերյալ հեռախոսազանգեր, խորհրդակցություններ կամ հանդիպումներ չի նախատեսում։ Իրանի ազգային կիբերտարածության կենտրոնի ղեկավար Մուհամմադ Ամիդ Ակամիրին հայտարարել է, որ համապատասխան մարմինների զգոնության շնորհիվ վերջերս երկրի ենթակառուցվածքների դեմ 3 խոշոր կիբերհարձակումները հետ են մղվել, հաղորդում է Թասնիմը։ Ակամիրին հավելել է, որ կիբերոստիկանությունը մեկնարկել է մի ծրագիր, որը մասնավոր հատվածի կիբերանվտանգության մասնագետներին հնարավորություն է տալիս բացահայտել թույլ կողմերը եւ լուծել դրանք նախքան չարագործների հարձակումը, այդպիսով բարձրացնելով ազգային կիբերդիմակայունությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի գլխավորած պատվիրակությանը։ Վալտոնենը հանդիպել է նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկվել են Ադրբեջանի եւ Ֆինլանդիայի հարաբերությունները, ԵԱՀԿ-ում Հելսինկիի նախագահության առաջնահերթությունները, Բաքվի ու ԵԱՀԿ-ի գործակցության հեռանկարը։ Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության կողմերն ընդգծել են Թրամփի ուղու կարևորությունը։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով ղազախական նավթի տարանցման ծավալը կավելանա։ Այս մասին ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Ադրբեջանի եւ Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։ Էներգետիկ ոլորտում Սոկարի եւ կազմունայի գազի համագործակցությունը ղազախական նավթի Ադրբեջանով տարանցման հարցում հաջողությամբ զարգանում է։ 2023 թվականից մինչև այսօր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով գլոբալ շուկա է տեղափոխվել 3.4 միլիոն տոննա ղազախական նավթ։ Ադրբեջանի էներգետիկայի նախարարը նշել է, որ կողմերը քննարկում են մատակարարման ծավալների տարեկան մինչև 7 միլիոն տոննայի ավելացման հնարավորությունը մինչև 2027 թվականը, ինչը կարևոր քայլ կլինի էներգետիկ գործակցության ամրապնդման եւ Ղազախստանի արտահանման երթուղիների դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Բաքվի Սաբայելի շրջանային դատարանը հրապարակել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործով վճիռը, համաձայն որի վերջինս մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ 278.1 պետական իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, 274 պետական դավաճանություն եւ 193.1.3.2 հանցավոր ճանապարհով մեծ մասշտաբով ձեռքբերված գույքի լվացում։ Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռամիզ Մեհդիևի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամսյա տնային կալանքը։
Մոսկվան այժմ էլ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ դիվանագետը նշել է, որ Մոսկվան առանձնահատուկ նշանակություն է տալիս երկու երկրի հարաբերությունների ղեկավարմանը։ Ակնհայտ է, որ բոլոր ծրագրերը գործնականում իրականացնելու համար դեռևս զգալի աշխատանք է պետք։ Պատրաստ ենք Երևանին եւ Բաքվին անհրաժեշտ աջակցություն տրամադրել մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները, շարունակել է Գալուզինը։ Նրա խոսքով Ռուսաստանը նշանակալի եւ արդյունավետ դեր է խաղացել Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության գործընթացում։ Փոխարտգործնախարարը նաեւ գոհունակություն է հայտնել Երևանի եւ Անկարայի միջև երկխոսության ակտիվացման կապակցությամբ։ Գալուզինի խոսքով այդ գործընթացը սկիզբ է առել Մոսկվայի աջակցությամբ։ Հանդես են գալիս կողմերի միջև հնարավորինս արագ հաշտեցման օգտին եւ պատրաստ ենք աջակցել մեր հայ եւ թուրք գործընկերների ջանքերին, եզրափակել է պաշտոնյան։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։